Աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ մրցունակ տնտեսական համակարգ։ Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովում հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդգծել Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կայուն զարգացման եւ նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար հուսալի գործընկեր է։ Նաև ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է։ Մենք առաջարկում ենք տարածաշրջանում ամենաբաց եւ գրավիչ ներդրումային միջավայրերից մեկը՝ բարերով բաց դաշտերի քաղաքականություն։ Հայաստանն ունի ներդրումների պաշտպանության ետքով պայմանագրեր ավելի քան 40 երկրների հետ, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Հայաստանն առաջարկում է մի քանի ազատատեսական գոտիներ, որոնք բարելավված պայմաններ են ապահովում օտարերկրյա ներդրողների համար։ Այս գոտիներն առաջարկում են հարկային արտոնություններ, պարզվեցված մաքսային ընթացակարգեր և մուտք դեպի տարածաշրջանային շուկաներ։ Իմ պատվիրակությունն այստեղ է կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնցով իմ գործընկերները կկիսվեն ձեզ հետ։ Պատրաստ ենք գործնական բանակցությունների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, փորձի ու տեխնոլոգիական փոխանակման։ Անցումը հարթ ապահովելու համար կառավարությունը հաստատել է առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը 5-ից 10%, ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը 4%-ից դարձել է 9.5%։ Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնյայի մինչև հունվարի 1-ը ոչ բոլոր հարկ վճարողներն էին իրենց ձեռքբերումները փաստաթղթավորել, չնայած որ օրենսդրությամբ սահմանված էր։ Ընդհանուր տրամաբանությունը նրանում է, որ հարկ վճարողները 2 եռամսյակի արդյունքներով նոր օրենսդրության պայմաններում կհաշվարկեն իրենց շրջանառության հարկի գումարները եւ մի դեպքում, եթե իրենց շրջանառության հարկի գումարը կգերազանցի իրենց շրջանառության 5% չափը, այդ գերազանցած մասը եռամսյակի ավարտից հետո դիմում ներկայացնելուց հետո գերազանցող մասը շրջանառության հարկի կվերադարձվի հարկ վճարողներին, այսինքն իրենք կվճարեն հարկի գումարը ամբողջությամբ 5% շրջանառության 5%-ը գերազանցող մասը հետ կվերադարձվի իրեն։ Մյուս խումբն ըստ Օրի Ալավերդյանի այն տնտեսվարողներն են, որոնք նախկինում ունեին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ եւ չնվազեցված շրջանառության հարկի գումարներ, որը տեղափոխվել էր 2025 թվական։ Այդ հարկ վճարողներին բացի նրանից, որ շրջանառության այդ 5%-ի չափով աջակցություն կտրամադրվի մինչև 5%, նաև աջակցություն կտրամադրվի իրենց այդ տեղափոխված, չնվազեցված շրջանառության հարկի գումարի եւ իրացման շրջանառության 1.5%-ի դրական տարբերության չափով։ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում էներգետիկ համաժողովին ամփոփվել է Եվրամիությունը հանուն էներգետիկայի EU4Energy ծրագրի արևելյան գործընկերության երկրներում մաքուր էներգիայի խթանում ծրագրի արդյունքները։ Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով նկատելի է Եվրամիության նպատակների ուղղությամբ առաջընթացը եւ Եվրամիությունը հանձնառու է խթանել էներգետիկ ապահովվածությունը։ Դեսպանի խոսքով ԵՄ նպատակները շարունակում են մնալ նույնը՝ մաքուր, ֆինանսապես մատչելի էներգիա բոլոր քաղաքացիների համար։ Հայաստան Եվրամիություն Համապարփակ գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է էներգետիկ ամբողջ համակարգը, բոլոր ճյուղերում կան հանձնառություններ, որոնց շրջանակում օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական կարգավորումներին։ Մեզ համար շատ կարևոր դեր է խաղում վերականգնվող էներգետիկա եւ էներգախնայողության շրջանակներում մեր գործընկերների իրականացրած աշխատանքները վերջին տարիներին արևային էներգետիկայի զարգացման տեմպերը այնպիսին են եղել, որ հիմա համակարգը արդեն արևային էներգետիկան ընդունելու, կլանելու խնդիր ունի։ Այսօր ունենք շուրջ 30,000 ինքնավար էներգոարտադրողներ, նման առաջանցիկ տեմպեր, ճիշտն ասած, մեր էներգետիկ համակարգը չէր սպասում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ նախորդ տարի 3.3 միլիարդ դրամ է ներդրվել բնակարանների, բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման ծրագրի համար։ Բնակիչները վարկային միջոցների ներգրավմամբ տեղադրում են արևային կայաններ, պետությունը սուբսիդավորում է տոկոսը։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 2.5%-ով, կազմելով բարելի դիմաց $63.96։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 2.7%-ով, կազմելով բարելի դիմաց $60.39։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.7%-ով եւ 1 ունցիայի դիմաց $3055։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 21%-ով եւ կազմել մեկ հատի համար $76756։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 7-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 391 դրամ 14 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 428 դրամ 65 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 54 լումա։